Արտաքին ազդեցության թատերաբեմ է դարձել Հայաստանը, որ երկրներն են հիբրիդային պատերազմ մղում մեր երկրում և որտեղից է փչում քամին։ Մեր հայաստանյան քաղաքական օրակարգը թելադրված է Բաքվից և Անկարայից, այդ տանդեմից եկող հստակ նարատիվներով։ Իշխանությունները փորձում են ներկայացնել, որ Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ են իրականացնում ոչ այնքան Ադրբեջանը և ոչ այնքան Թուրքիան, որքան Ռուսաստանը։ Դրան զուգահեռ տեղի ունենում այլ պրոցես, երբ Եվրոպական միությունը տրամադրում է ֆինանսական միջոցներ առաջիկայում Հայաստանի Հանրապետության ընտրությունների ժամանակ կանխելու հնարավոր հիբրիդային հարձակումները եւ այլն։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն էր հայտնել, որ Հայաստանը Եվրոպայից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային են շնորհել արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։ Ռազմական փորձագետ Կարեն Վրդանեսյանի խոսքով Արևմուտքը, ում հակառակորդ է համարում, մեղադրում է հիբրիդային պատերազմ մղելու համար։ Հիբրիդ պատերազմներ, հիբրիդ սպառնալիքներ, դրանք մեծ հաշվով արդեն իմաստազրկված բառեր են, դրանք ուղղակի պիտակներ են, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է իր հակառակորդներին պիտակի, այդ ուժերի դեմ պայքարում Եվրոպայից աջակցություն ստանալու համար։ Տպավորություն էր ձեր ներկայացրածից, որ ըստ էության մեր իշխանությունները իրենք հենց այդ հիբրիդային սպառնալիքի մաս են հանդիսանում։ Արտաքին ազդեցությունների դեմ պետք է պայքարել ներքին համախմբման միջոցով, կարծում է Վահագն Մելիքյանը։ Արտաքին ճակատում դժվար է ուժեղ դիրքավորվել, երբ չունես գրագետ, դիվանագիտություն ու ճանապարհային քարտեզ։ Շատ պարզ, շատ հստակ գիտակցումը կա, որ օրվա իշխանությունների ռեյտինգը ուղղակիորեն գահավիժում է կամ գահավիժել է եւ շատ կետերում անդառնալի, ինչքան էլ դա տարօրինակ չհնչի, այնուամենայնիվ ես խորին համոզմունք ունեմ, որ դա այդպես է, հետեւաբար այս ցածկոտումների մեջ իշխանությունը դիմում է մի նոր քայլի, վազում է այնպիսի տեղ, որտեղից հնարավոր կլինի կորզել որոշակի, այսպես ավելի շատ ազդեցության լծակ եւ այս պարագայում դա Եվրոպան է։ Հայաստանն իր արտաքին քաղաքականության հետևանքով այնպիսի թուլացած դիրքում է հայտնվել, որ իշխանությունից ամեն ինչ կարելի է կորզել, ասում է դիվանագետը։ Հուսախաբության հսկայական շրջանը, որ մենք նույնիսկ այսօր ապրում ենք, դա բարդվող հասարակության այդ հուսախաբության մասին է խոսք գնում, չպետք է վերածվի հուսահատության։ Որպեսզի դա չլինի, անհրաժեշտ է նոր օրակարգ։ Այդ նոր օրակարգից մեկը հենց պիտի արձանագրվի, որ այս իշխանությունը գալիք արտահերթ կամ հերթական ընտրությունները ուղղակի չի լինելու, դատապարտված է չլինելուն եւ միանգամից դրան ոչ պակաս օրակարգ, ինչ պետք է լինի դրանից հետո։ Այն ինչ որ կատարվեց 2018 թվականից մինչ այսօր, ես կարծում եմ, որ սա Հայաստանի աղետի պատմություն է բացվել, որը պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի փակվի գալիք տարվա հունիսին։ Եթե մենք այդ աղետի պատմությունը չփակենք, ապա մենք կկորցնենք Հայաստանը։ 2026-ը վճռորոշ տարի է։ Այն, որ իշխող ուժը քաղաքացու որոշման վրա ազդելու համար արտաքին ուժերին է փորձում խառնել, նաև սահմանադրագետ Գոհար Մելոյանն է նկատում։ Որևէ ներազդեցությունը ընտրական գործընթացին որևիցե աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից դա հարվածի տակ է դնում մեր պետության իրավական եւ ժողովրդավար հիմնարար սկզբունքները։ Հայաստանի Հանրապետությունում բացառապես Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են կայացնել որոշում, թե ով է հանդիսանալու մեր երկրի իշխանությունը։ Մենք պետք է հասկանանք, թե այդ հսկայական գումարները, որ տրամադրվում են ընտրությունների ժամանակ սպառնալիքները կանխելու համար, ինչ ուղղությամբ են ծախսվում, թերևս մենք չնայած շատ լավ հասկանում ենք, որ դա ավելի շատ միջամտություն է ընտրական գործընթացներին, քան թե ինչ որ ժողովրդավարական արժեքների պաշտպանություն։ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած քննարկմանն անդրադարձ կա նաև Ադրբեջանով Հայաստան մատակարարումներին։ Կարծում են, սա արհեստական PR քայլ է ի պաշտպանություն իշխանության։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։